Հայ գործարար Տաշիր գրուպ ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի ձերբակալությունը մեծ աղմուկ է բարձրացնում միջազգային իրավական դաշտում։ Ֆրանսիացի ամենահեղինակավոր փաստաբաններից Շարլ Կոնսինին դիմել է Ֆրանսիայի կառավարություն, որպեսզի պաշտոնական Փարիզը կատարի արդարադատության միջազգային պարտավորություններն ու պահանջի Հայաստանից ազատ արձակել իր խոսքով ապօրինաբար կալանավորված Սամվել Կարապետյանին։ Փաստաբանը համաշխարհային հնչեղություն ունեցող Le Monde-ին Valeur Actuelle-ին պատմել է, Կարապետյանը հունիսի 18-ից կալանավորված է հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելու համար։ Սամվել Կարապետյանն իր բարեգործական նախաձեռնություններով հայտնի կերպար է, որը մշտապես աջակցել է մասնավորապես հայ առաքելական եկեղեցուն։ Նա մարմնավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր քաղաքական այլընտրանքը։ Հենց դրանով է բացատրվում, թե ինչու է Կարապետյանին կասկածամտությամբ վերաբերվում վարչապետը, որն ընտրվել է բարեփոխումներ անելու խոստումով, բայց այսօր իր երկիրը գլորում է դեպի ավտորիտարիզմ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ընտրվել է ժողովրդավարական պետություն կառուցելու խոստումով, այսօր իր երկիրը տանում է դեպի բռնապետություն, նկատում է ֆրանսիացի փաստաբանն իր հարցազրույցում։ Դժբախտաբար հաճախ է պատահում շատ երկրներում, երբ քաղաքական առաջնորդը սկսում է վախենալ իր դիրքի համար եւ այլևս չի հանդուրժում ունակ գործիչների ասպարեզ գալը։ Ինչը ստվեր է գցում իր վրա, հենց դա է տեղի ունեցել։ Պարոն Փաշինյանը չկարողացավ հանդուրժել Սամվել Կարապետյանի անհամաձայնությունը եւ նրա դեմ անմիջապես հարուցվեց քրեական գործ։ Կոնսինին ֆրանսիական լրատվամիջոցներին ապշահար պատմել է Սամվել Կարապետյանի մասին, ինչ ատելության խոսքերով է ողողել ֆեյսբուքյան իրեջը Փաշինյանը, որից հետո ոստիկանները խուզարկել են գործարարի տունը, որպեսզի ֆրանսալեզու հասարակությունը հասկանա ինչ մակարդակի ստատուսների մասին է խոսքը, Կոնսինին մեջբերել է դրանցից մեկը ֆրանսերեն։ Նույն օրը, երբ վարչապետն ատելությամբ լցված ստատուսներ էր գրում, պետության համը բերանումդ կմնա, սրիկա, իրավական մեքենան գործի դրվեց։ Ոստիկանությունը խուզարկեց Կարապետյանի բնակարանը, հետո կալանավորեց նրան մի անհավանական մեղադրանքով, իբրև պետական հեղաշրջման կոչ է արել։ Բայց Կարապետյանի հարցազրույցն ուսումնասիրելուց հետո այդ վարկածը փլվում է մի ակնթարթում։ Ֆրանսիական պարբերականներին տված հարցազրույցում փաստաբանը Կարապետյանի ապօրինի կալանավորումն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններն անվանում է քաղաքական խոշտանգում։ Կարապետյանը կալանավորվել է առանց որևէ այլ խափանման միջոցի քննարկման։ Նրա գործը հանձնվել է մի դատավորի, որը հայտնի է իշխանամետ դիրքորոշմամբ, նկատում է ֆրանսիացի փաստաբանը։ Դրանից հետո Փաշինյանը պետականացրել է Կարապետյանի հիմնադրած Տաշիր գրուպին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, չնայած միջազգային արբիտրաժային ատյանի արգելքին։ Մենք բախվում ենք հակառակորդին վերացնելու կոպիտ փորձի գրեթե դասագրքային օրինակի։ Ավելի ցայտուն է այն, որ այս ամենը տեղի է ունենում ժողովրդավարական համարվող երկրում, մի երկրում, որտեղ օրենքի գերակայությունը երաշխավորում են բազմաթիվ միջազգային մարմիններ։ Փաստաբանի ձևակերպմամբ նման ապօրինի ձերբակալությունները կանխելու պարտավորություն ունի նաև Ֆրանսիան։ Նա մեղադրում է նախագահ Մակրոնին փաստաբանի բառերով իր քթից այն կողմ ոչինչ չտեսնելու համար։ Շարլ Կոնսինին Ֆրանսիայի արտգործնախարարություն է դիմել, որպեսզի Ֆրանսիան միջամտի Հայաստանում տեղի ունեցող բռնապետական գործողություններին։ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի անդամ պետությունները պարտավոր են պաշտպանել դրա հիմնական սկզբունքներն անդամ պետություններում, այդ թվում Հայաստանում։ Հետևաբար Ֆրանսիան ունի միջամտելու ինչպես իրավական հիմք, այնպես էլ բարոյական պատասխանատվություն։ Եվ հետո ԵԱՀԿ անդամ պետություններն ունեն հատուկ իրավական լծակ Մոսկվայի մեխանիզմը, որը թույլ է տալիս նրանց միջազգային հետաքննություն անել մարդու իրավունքների լուրջ խախտումների դեպքում։ Եթե Ֆրանսիան չմիջամտի, չպահանջի Հայաստանից ազատ արձակել Սամվել Կարապետյանին, կխախտի իր միջազգային պարտավորությունները, պնդում է փաստաբանը։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հաստատել է, ստացել են Շարլ Կոնսինիի դիմումը, թե ինչ ընթացք են տալու դրան, դեռ հայտնի չէ։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։